քարոզարշավի փուլում ենք մենք գտնվում եւ այս քարոզարշավի շրջանակներում տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարություններ Սյունիքում բղավում է Սյունիքը Հայաստանի ինքնիշխան մասն է միանգամից բոլորը հիշեցին ինչպես էր 19 թվականի Ստեփանակերտի հրապարակում բղավում Արցախը Հայաստանը եւ վերջում Արցախը տվեց թուրքերին Հիմա Սյունիքի հետ կապված էր այսպիսի բղավոցներ, բայց մի բան հստակ է, տեսեք, ըստ էության այսպես հիմնական երեք ուժերն իրենք որ թիրախավորում են, երկրորդ նախագահի դաշինքի, Սամվել Կարապետյանի ուժի եւ Գագիկ Ծառուկյանի ուժի, երեքն էլ հստակ իրենց ոչ էլ պատասխանը, այլ նաեւ հենց օրակարգային բերել են առաջ։ Երբ օրինակ նույն Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ասում է ընտրեք Ծառուկյանին, ընտրում եք Լուկաշենկոին, Պարոն Ծառուկյանը հստակ ասաց, ընտրում եք Նիկոլին կամ ՔՊ-ին, ընտրում եք Ալիևին, Էրդողանին էլ նրան։ Սամվել Կարապետյանը խոսելով, որ ասում է Նիկոլ Փաշինյանը ես չլինեմ պատերազմ կլինի, հստակ ասաց ռադեղի ու դու տես թե պատերազմ չի լինելու։ Եվ իհարկե այս ամենի կուլմինացիան նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքն էր, որ ըստ էության այն համբալ ինչ ունես դու մեր ինքնության դեմ, մեր ինքնության խորհրդանիշերի դեմ։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այո, ճիշտ եք, շատ կարևոր փուլում են գտնվում, շատ ուրեմն վճռորոշ հանգրվանում են գտնվում այս պահին։ Հայ ժողովուրդը կանգնած է շատ կարևոր ընտրության առաջ, հունիսի 7-ը մեր համար ջրբաժան է լինելու։ Ճիշտ եք ասում, սա Սյունիքում շատ վտանգավոր հայտարարություն արեց, առաջին հայացքից ինչ է ասել է Սյունիքը չի լինելու, Սյունիքը Հայաստանի մի մաս է եւ վերջ, բայց ինքը հայտարարությամբ շատ նման է այն հայտարարությանը, որը սա արել էր 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում։ Հիշեցնեմ, այնտեղ էլ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ շատ իրար նման հայտարարություն է, թե տոնայնությամբ, թե ուրեմն առոգանությամբ, թե տեքստի առումով մոտեցման առումով շատ միանման ուրեմն հայտարարություն արել, որը շատ վտանգավոր է եւ սա վատ հետևանքներ է ունենալու ժողովուրդ ջան, սա ի նկատի ունեցեք ուղղակի, այս մարդը կյանքը ցույց տվեց ինչ հայտարարել է, ինչ ասել է, արել է հակառակը, նախընտրական շրջանում ուրեմն ընտրություններից առաջ 2018-ից սկսած ինչ ասել է, ինչ խոստացել է, արել է հակառակը Ուրեմն տեսեք 2021 թվականին շատ ավելի հետ չգնանք սա ինչ էր խոստանում ասում էր Շուշիի դեօկուպացիա Շուշիի հադրութի դեօկուպացիա անջատում հանուն փրկության ինչ արեց 2021 թվականից հետո Արցախը վերջնականապես հանձնեց թուրքերին Հիմա էլ խոստանում է թե խաղաղություն են բերելու ոնց կարա 8 տարվա կառավարման ընթացքում 4 մեծ պատերազմ բերած մարդը եւ քաղաքական ուժը խաղաղություն բերի Չի կարա խաղաղություն բերի։ Մենք 2021 թվականին ասում էինք, պետքա ղեկավարը փոխվի, պետքա բանակցողը փոխվի, որպեսզի կարողանանք այս իրավիճակը շտկենք, որպեսզի կզած մարդը չի կարա գնա բանակցի։ Չոքած մարդը շտամու առած չի կարա գնա շտամու հետ բանակցի։ Եվ տենց էլ եղավ, այս մարդը մնաց իշխանության 2021 թվականին, նրանից հետո կորցրեցինք թե Արցախը, թե Հայաստանից տարածքներ, եղավ պատերազմ նրանից հետո, հիշեցնեմ 21 թվականի նոյեմբերի 16-17-ի պատերազմը, 22 թվականի սեպտեմբերի 13-14-ի պատերազմը, որի ընթացքում հարյուրավոր տղաներ զոհվեցին։ Թե 21-ին, թե 22-ին, 23 թվականի ուրեմն Արցախյան այդ երկօրյա պատերազմը, որի ընթացքում հարյուրավոր եւ տղաներ զոհվեցին եւ Արցախը վերջնականապես կորցրեցինք, 120,000-ից ավել հայ տեղափոխվեց Հայաստան։ Սրա մնալը միայն չարիք է բերել մեզ, սրա մնալը մենակ կորուստ է բերել մեզ։ Սրա մնալու դեպքում մենք էլի կորցնելու ենք։ Հիշում եք հարգելի հայրենակիցներ, երբ որ սա դեռ 20 թվականի ուրեմն գարնանն էր, երբ որ Հայաստանով շրջում էր եւ սահմանադրության փոփոխության հետ կապված հանրակրվեի համար քարոզարշավ էր անում, այո եւ ոչ, այսպես ասեմ, որ հիշեք։ Ինչ էր ասում ժողովրդին եւ ինչ էր բաժանում ժողովրդին։ Մեկին մեկ նույն պատկերն է, ինչ որ հիմա անում է սա։ Այն ժամանակ ուղղակի ափսոս հիմա իմ մոտ չկա, ցույց կտայի ձեզ, հպարտ քաղաքացու անձնագիր էր բաժանում։ Եվ այդ հպարտ քաղաքացու անձնագրի վրա Հայաստանի եւ Արցախի քարտեզն էր, միասնական քարտեզն էր։ Եվ բաժանում էր մարդկանց, չգիտեմ ինչեր էր խոստանում, դեռ այն ժամանակ պատերազմ չէր եղել։ Դրանից հետո ինչ եղավ։ Դրանից հետո եղավ Արցախյան 44-օրյա պատերազմը, որից հետո մենք կորցրեցինք Արցախի մի մասը, որից հետո առանց պատերազմի մեկ գրիչի հարվածով իր ստորագրությամբ կորցրեցինք Արցախի մի քանի շրջաններ,
Նրանից հետո կորցրեցինք ամբողջական Արցախը։ Հիմա անկելա դռնեդուր փողոց ինչ որ քարտեզ է բաժանում, քարտեզի մի մաս է բաժանում, կամ ինչ որ մի հատ բան է բաժանում, որի անուն ինքը դրել է քարտեզ, դա քարտեզ չի, դա էսի ինչ է։ Եվ մենք ես մտավախություն ունեմ, որ Աստված չանի սա վերընտրվի, այն որ լեզու չորանա, Աստված չանի սա որ վերընտրվի։ Հաջորդ անգամ ինչա բաժանելու Երևանի քարտեզը, Երևանի քարտեզն է բաժանելու ձեզ եւ ասի ժողովուրդ ջան, կարևորը խաղաղության մեջ ենք ապրում։ Էս ինչ ենք անում ժողովուրդ ջան։ Էս ինչ ենք անում։ Ժողովրդին վախացնում է նախկիններով, ժողովրդին վախացնում է երրագլուխը դուք եք, արա, երրագլուխը դուք եք։ Դու մեջտեղի գլուխն ես, Էրդողանն ու Ալիևն է քո կողքը կանգնած։ Ես ասում եմ Էրդողան, Ալիև, Փաշինյան գլուխների մասին, որ քավոր կանգնած, թիկուն կանգնած պաշտպանում են սրան, որպեսզի սահմանաիշխանության։ Հիշեցնեմ, որ սրանք Թուրքիի պահած իշխանություններ են 2020 թվականի փետրվարի 25-ին կարծեմ, երբ որ ժողովուրդը դուրս եկավ փողոց 2021 թվականին Թուրքիայի իշխանությունները Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտարարություն արեցին, որ եթե ժողովուրդը դուրս գա որոշի իշխանություն փոխի, մենք ուրեմն կհարձակվենք Հայաստանի վրա, մենք կմտնենք Հայաստան։ Եվ դա նշանակում է, որ սրանք Թուրքի պահած իշխանություններ են, եւ այստեղ սրանք թևեր ստացան, սրանք թիկունք ստացան։ Պատերազմից առաջ Թուրքիայի հասցեին չգիտես ինչեր էր ասում, պատերազմից հետո գնաց Թուրքիայի նախագահի հետ նկարվեց։ Պատերազմից հետո գնաց Թուրքիայի նախագահին շնորհավորեց իր վերընտրվելու հետ կապված։ Պատերազմից հետո գնացել Ամերիկայում Թուրքի հետ ուրեմն Էրդողանի հետ հանդիպեց, գիրքը գրկեց, ժպիտը դեմքին նկարվեց հետը։ Բայց այդ նույն մարդը, այդ նույն մարդու ուրեմն բանակի սպաները Արցախում մեր տղաների զոհվելու պատճառ են դարձել։ Մենք որ ասում ենք ինքնության կռիվա, հենց այնպես չենք ասում։ Այդ ինքնությունը այնպեսի բառ չի։ Շատերը միգուցե դա հասկանան ուղղակի տենց բառը ասում ենք, ոչ, ինքնությունը ժողովուրդ ջան, չգիտեմ, ամոթելա բացատրեմ։ Ինքնությունը դա լեզուն, ձեր խոսքն է, ձեր ուրեմն կրոնն է, ձեր բարբառն է, ձեր գիր ու գրականությունն է, ձեր այբուբենն է, ձեր մշակույթն է, ինչը որ կորցնելու եք, ինչը որ այս ընթացքում մենք արդեն որոշակի առումով կորցրել ենք։ Ուրեմն դասագրքերից հանել եմ Մեսրոպ Մաշտոցի նկարը։ Ուրեմն առարկաներից, դպրոցական առարկաներից հանել են ուրեմն հայ եկեղեցու պատմությունը։ Սա ուր է տանում։ Տանում է մեր ինքնության ոչնչացմանը։ Սրանց ծրագրերում կա հայ առաքելական եկեղեցու, ուրեմն կաթողիկոսին փոխելը։ Սա ուր է տանում։ Մեկ ուրիշ բան հիշեցնեմ։ Մի քանի տարի առաջ կառավարության նիստի ժամանակ սա խոսում էր մեքենաների մեջ խաչերի եւ սրբապատկերներից, եւ պետքա դրանք հանվեն։ Ես հիմա չեմ հիշում դրա մասին որոշում ընդունվեց թե չէ, բայց դրանից հետո ուրեմն ուրիշ որոշում ընդունվեց, որ Հայաստանի ճանապարհներից պետքա հանվեն խաչքարերը։ Այսինքն սրանք կամած մեր ինքնության վրա ազդել են, գործողություն են արել եւ որ մարդիկ միանգամից այդ ազդեցությունը չզգան։ Մեքենաներից խաչերը կամ սրբապատկերները հանեն, հետո ճանապարհներից խաչերը հանեն, հետո հարձակվեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Սա ինչի համար են անում։ Որ վաղը մյուս օր ադրբեջանցիներին բերեն Հայաստան, ադրբեջանցիները իրենց կաշկանդված չզգան խաչերի մեջ, եկեղեցիների մեջ, որպեսզի իրանք գան Հայաստան, կարողանան այստեղ մզկիթներ կառուցեն, մզկիթները շատացնեն, իրանք լինեն դոմինանտ, հայ առաքելական եկեղեցին չլինի դոմինանտ։ Սա են անում սրանք։ Դրա համար որ նոր սահմանադրության մեջ սրանք նախատեսել են հայ առաքելական եկեղեցուն դոմինանտ դեր չտան։ Սա է ձեր ինքնության մասին խոսքը, սա է ձեր ինքնության ոչնչացման, որ ասում ենք ինքնության հարված կա այստեղ, ինքնությունը կորցնում ենք։ Ուրեմն սա չի նեղվում Ալիևի ասած են հարբեցող ծաղրածու բառից, չի նեղվում, երբ որ Ալիևը ծիծաղում էր սրա վրա պատերազմից հետո, չի նեղվել, երբ որ Ալիևը մի հատ երգ էին գրել ադրբեջանցիները, այդ երգը միացրած մեքենայի մեջ ղեկի նստած գնում էր Արցախ սրա վրա ծիծաղելով։ Բայց սա նեղվել է ուրեմն որ երբ որ մենք իրան համբալ ենք ասում։
Բա համբար ուրիշ ոնց ա լինում, երբ որ կզած Թուրքիա առաջ կզած գնացել է ուրեմն հաջորդաբար հանձնել է հայկական տարածքները, ուրեմն փաստացի հայկական տարածքները, փաստացի Հայաստանի մի մասը, Արցախը Հայաստանի մի մասն էր։ Միգուցե դե յուրե չէ, բայց դե ֆակտո Հայաստանի մի մասն էր, որովհետև այնտեղ թե դրամներ հայկական, թե անձնագրերներ հայկական, թե ուրեմն օրենքներն էին հայկական, ել չեմ ասում, որ այնտեղ բնակվողները հայեր էին։ Եվ այստեղի այս իշխանավորները, որ գնում էին այնտեղ, ասում էին, որ գնում ենք հայկական Աղդամ կամ Ակնա։ Եվ բռնեցին այս ամբողջ Հայաստանի 42500 կիլոմետրանոց տարածքի 1/3-ը տվեցին Ադրբեջանին։ 1 գրչի հարվածով։ 2 անգամ, մեկը 2021 թվականին, երբ որ ուրեմն դինադատարի պայմանագիրը կնքվեց նոյեմբերի 9-ի 10-ի գիշերը, որ այնտեղ արդեն կար փաստացի, որ պետքա հանձնվեր որոշակի տարածքներ։ Եվ երկրորդը հոկտեմբերի 6-ին 22 թվականի, երբ որ Արցախը վերջնականապես ճանաչեց Ադրբեջանի մաս։ Սա որ այն կառավարության նիստում անցած մի երկու նիստ առաջ, երբ որ ասում էր Արցախը միշտ էլ եղել է, Ղարաբաղը միշտ էլ եղել է Ադրբեջանի մաս, էլի խաբում է ձեր կարճ հիշողության վրա է աշխատում։ Հիշեցնեմ, որ հենց ինքն էր իր հայտարարություններով ասում, որ Արցախը հայկական է եւ վերջ։ Եվ ոչ միայն Ստեփանակերտում, ազգային ժողովում է հայտարարել, ամբիոնից է հայտարարել։ Երբ որ պատերազմը սկսել է ուրեմն 20 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ որ ասում էր Արցախը հայկական է, բնալու է հայկական։ Երբ որ այլ բանը հարցազրույցներ էր տալիս լրագրողներին, տեղական եւ արտասահմանյան, ասում էր, որ պետք հայերենով, ռուսերենով ասում էր Արցախը հայկական է ու այլ տարբերակ չկա։ Երբ որ հարցազրույցներում ինքը ասում էր, որ մեծագույն ձեռքբերումը Արցախի անկախությունն է, հետո ասում է Արցախյան շարժումը սխալ է եղել։ Ինքը բոլոր իր նախորդ արած հայտարարությունները հերքել է կամ հակասել է իր հայտարարություններում հիմիկվա արած իր գործողություններով։ Նորից եմ կրկնում ձեր էմոցիաների, ձեր կարճ հիշողության վրա աշխատելով, որ դուք կմոռանաք, թե նախկինում ինքը ինչ է ասել։ Պարոն Դանիելյան, վերջերս տեսանյութ հրապարակեցիք դուք Կարուսաշրջանում Նորաշենում, հա, կարծես ինչ է տեղի ունեցել, դուք ձեր գործընկերը Արշակ Սարգսյանն ասացիք, ըստ էության սպասում էիք Նիկոլ Փաշինյանի եւ իր շքախմբին, այդ տարածքում էին, բայց չեկան, եւ նաեւ այսպիսի տեղեկություններ են գալի, որ մեծ համասամբ հիմնական տեղերում մերժվում է եւ շատ արագ դիմում փախուստի։ Խնդրեմ։ Տեսեք, ի տարբերություն 2021 թվականի ընտրությունների եւ ընտրաշավի, այս ընտրություններն ու ընտրաշավը շատ տարբերվում է։ Շատ տարբերվում է, որովհետեւ եթե այն ժամանակ մարդիկ այս կարգի չէին մոտենում իրեն եւ դեմքին ասում են ինչ որ մտածում են, 21 թվականին չէին ասում։ Հիմա մարդիկ հանգիստ առանց կաշկանդվելու մոտենում են ու իրանց սրտի ուզածը, իրանց հոգում եղածը դատարկում են Նիկոլ Փաշինյանի դեմքին։ Մեր քաղաքացիները դա կլինի Երևանում, կլինի մարզերում, ուրեմն դժգոհ են, արդեն դժգոհ են Նիկոլ Փաշինյանից եւ ծրակառ իշխանությունից, ԿՊԱ-ական այդ խմբակից եւ նորից եմ կրկնում առանց վախենալու մոտենում եւ իրենց սրտի ուզածը ասում են։ Ու փաստորեն նաեւ այն մարդիկ են մոտենում, ովքեր 2021 թվական եւ 18 թվականին ընտրել են սրանց։ Եվ մարդիկ արդեն մոտենում ասում են, որ մենք սխալ ենք արել, սխալվել ենք, ու դա ճիշտ է, ժողովուրդ ջան։ Ուրեմն սխալվելը ամոթ չի։ Սխալը կրկնելն է ամոթ։ Ու մարդիկ իրենց սխալը ուղղում են, մոտենում ասում են, որ մենք սխալ ենք արել, հիմա չենք սխալվելու, ձեզ չենք ընտրելու։ Եվ իրենց դժգոհությունը հայտնում են հենց Նիկոլ Փաշինյանի դեմքին, առանց աշկերը թեքելու, առանց կաշկանդվելու։ Եվ այդ նույնը տեղի ունեցավ ուրեմն մեր թաղամասում, Նորաշեն թաղամասում, 16-րդ թաղամասում, ուրեմն մարդիկ քաղաքացիները մոտեցան, իրենց դժգոհությունը հայտնեցին, մենք էլ ուրեմն առաջի շղթայում սպասում ենք, որ մեր մոտով եք անցնի, մեր մոտ էլ ուրեմն տաղավար կար, որտեղ մարդիկ նստած ուրեմն նարդի եւ բլոտ էին խաղում, ու պետքա իմ կարծիքով նրանք մոտենային մեր մոտով անցնեին, չեկան, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի անվտանգության տղաները մեր մոտով շրջում էին, ուրեմն տեսան, որ մենք դուրսը սպասում ենք իրենց,
Եվ տեսան, թե ինչ անակնկալ է սպասվելու Նիկոլ Փաշինյանին, որոշեցին Նիկոլ Փաշինյանի դեպի մեզ շուղեկցեն եւ այնտեղ շշնջացին, որ Նիկոլ Փաշինյանի ուրեմն քարոզարշավը այդքանով ավարտվում է եւ մի քանի մետր մեզանից հեռու, մի քանի տասնյակ մետր մեզանից հեռու քարոզարշավը ավարտվեց, դեպի մեզ չեկան։ Նորից եմ կրկնում, դեպի մեզ գալուց իրենք ստանալու են ոչ միայն մեր կողմից պատասխան, արձագանք, այլ նաեւ ստանալու են ուղղակի 16-րդ թաղամասի բնակիչներից հերթական պատասխանը կամ հերթական սրտի իրենց ուրեմն ցանկությունը, թե ինչ էին ասելու Նիկոլ Փաշինյանին իրենց վարած քաղաքականության հանդեպ, քաղաքականության համար։ Ուրեմն բայց մենը չի խուսափում, գիտեք, պարոն Դանիելյան, օրինակ 3 առաջին օրը մի արցախցի կին շատ հստակ իրեն ասում է. իմ Արցախը հանձնել ես, ասել որ ես հանձնելու, որտեղ ես հանձնելու չգնամ ապրեմ։ Դու հանձնել ես Արցախը, հայրենիքը ազատագրել Ռոբերտ Քոչարյանը, դու հանձնել ես հիմա Սյունիքը, ինքը չի կարողանում այլևս չառերեսվել շատերի խոսքով են հանցանքներին, որոնք իրենք են իրականացրել։ Տեսեք, Մարիամ ջան, ինքը եթե անգամ հիմա իր քարոզարշավը մեկ անգամ, երկու անգամ ակնաջոյս ընկել, ասում է 300,000 ադրբեջանցիների վերադարձը միֆ է։ Ես չեմ հավատում։ Ես չեմ հավատում փորձից ելնելով։ Այսինքն, այս մարդը, որ ասում է 300,000 ադրբեջանցի չեն գալու այստեղ, սուտ է ասում։ Սուտ է ասում նույն ձևով, ինչ որ 21 թվականին խոստացել էր, որ Արցախը ուրեմն Հադրութը ավելի ճիշտ է Շուշին, դե օկուպացվելու են, որ անջատում հանուն փրկության է լինելու, որ ինձ ընտրեք, ես Արցախի այդ երկու շրջանը հետ եմ բերելու, որ Արցախի հարցը լուծելու եմ։ Ինքը այդ առումով հիմա էլ է խափում ձեզ։ Ինքը որ ասում է 300,000 ադրբեջանցի չեն բերելու, սուտ է ասում, ժողովուրդ, դա ասում է, որ իրան ընտրեք, ընտրությունից հետո ինքը շատ արագ գործողություններ է անելու։ Գործողություններ անելու թե 300,000 ադրբեջանցում, ու 300 չէ, արդեն 700,000-ից են խոսում Ադրբեջանում, այնտեղ ախորժակները բացվել է, եւ Ալիևը, որ ասել է մենք առանց ուրեմն տանկերի են գալու, ուղղակի մեքենաներով են գալու, նա հենց այնպես չի ասել։ Այս մարդը այդ մի քանի 100,000 ադրբեջանցուն բերելու է Հայաստան ձեր ընտրությունից հետո։ Ուրեմն տեսեք ինչա անում Նիկոլ Փաշինյանը, որ ասում ենք կզած է Ալիևի առաջ ու Ալիևի խոնարհ ծառան է, հենց չենք ասում։ Ալիևը պահանջ դրեց, որ Մինսկի խումբը պետք է փակվի, Մինսկի խումբը փակվեց։ Ալիևը պահանջադեր է, որ սահմանադրությունը պետք է փոխվի, սա ասել է, որ ընտրություններից հետո իրենց հաղթանակի դեպքում հաջորդը այս տարի անելու են սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, սահմանադրությունը փոխելու են, դա Ալիևի պահանջով, այնտեղից հանվելու է թե հռչակագրի մասը, որը Հայաստանի այսօրվա հանրապետության ուրեմն ծննդականն է, այսպես ասեմ, որ իմանաք, եւ հանվելու է եկեղեցու դոմինանտ լինելու մասը։ Եվ մի քանի 100,000 ադրբեջանցու համար ճանապարհ բացվելու Հայաստան։ Նաև հիմա չի խոսվում դրա մասին, որովհետև էլի էմոցիոնալ թեմա է, նաև արվելու է ուրեմն սահմանագծում սահմանազատում շարունակվելու է, որը Տավուշում արվել է 24 թվականին ու դադարեցվել է այս պահին, բայց Վարդենիս, Տավուշի դեռ մի մասն արված չի, Վարդենիս, Վայք, Սյունիք, այդտեղ արված չի սահմանագծում սահմանազատում։ Դա արվելու է ու այդտեղից էլի հողեր են տրվելու։ Տիգրանաշենի մասին չի խոսում, բայց հիշեցնեմ ձեզ, որ ինքը կառավարության նիստի ժամանակ էր ասում, որ Հայաստանի այսօրվա հանրապետության ուրեմն տարածքում կան մի քանի ադրբեջանական գյուղեր, այն ժամանակ 8 հատ էր ասում, ուրեմն 4-ը կարծեմ տվել է, ի նկատի ունեմ Տավուշի սահմանակից այդ փոքր գյուղերը, եւ 4-ն էլ կան, ու դրանց մեջ մտնում է Տիգրանաշենը, իրանց լեզվով ասած Քյարքին։ Այդ գյուղը կոնկրետ, որ գտնվում է ուրեմն ճանապարհի վրա եւ ճանապարհով հանդերձ տալու է Ադրբեջանին ընթացքի մեջ է ժողովուրդ չեն խոսում հիմա դրա մասին իմ կարծիքով Աստված շանի նորից եմ գրում սրանք ընտրվեն վտանգի առաջ է կանգնած Տիգրանաշենը ու Հայաստանի Հանրապետության շատ գյուղեր եւ մարզեր հաջորդիվ դա է երբ որ այդ ուրեմն գյուղերում Ես հենց դա հիշեցնեմ, որ 2023 թվականին, երբ որ 120,000 արցախցի դուրս եկան Արցախից, 100 հայ մնացին Արցախում, ովքեր որոշեցին, որ Թուրքիի հետ կարան ապրեն։ 100 հայից
մոտորապես 90-ը դուրս եկան դրանից 3 ամսվա ընթացքում, մինչև նոր տարի դուրս եկան, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր։ 10 հայեր մնացել Արցախում ադրբեջանցիների հետ ապրելու համար։ 10 հայ էս վերջերս եկան, չէ։ Նրանք էլ չկարացին, չէ, ապրեն ադրբեջանցիների հետ։ Այն մարդիկ, ովքեր որ որոշել են, թե ադրբեջանցիների հետ կարան ապրեն։ Սա ասում եմ այն մարդկանց համար, ովքեր որ հիմա այստեղ մտածում են, թե ադրբեջանցիների հետ կարան ապրեն, թե ադրբեջանցիների հետ առևտուր կանեն, այսենց են ձեզ խաբել, թե ադրբեջանցիների հետ խաղաղ եք ապրելու, ադրբեջանցիների, թե հիմա ձեր դուռը պատահական որ բաց քնեք, չեք անհանգստանա, այն ժամանակ վախենալու եք, որ ձեր դուռը բաց լինի, բաց քնեք, դուռը մի քանի ժամանակով փակելու եք։ Ես չեմ ասում, որ երկար չեք ապրելու, ադրբեջանցի ու հարևանությամբ երկար չեք ապրելու, իսկ ադրբեջանցին սրանք բերելու են ձեզ հարևան դարձնեն։ Քանի դեռ Ադրբեջանում, Բաքվում, մանկապարտեզից սկսած երեխաների մեջ ներարկում են թույն, ներարկում են թշնամանք հայերի հանդեպ, ադրբեջանցիների հետ հնարավոր չի խաղաղ ապրել, ադրբեջանցիների հետ հնարավոր չի իրար հետ ապրել նույն տարածքում։ Պետք է իրավիճակ փոխվի Ադրբեջանում, պետք է իշխանություն փոխվի Ադրբեջանում, պետք է Ադրբեջանում հայերի հանդեպ քարոզ չտարածեն, քարոզ չանեն թշնամանքի։ Պետք է ոչ թե այստեղ մենք այս իշխանությունները ուրեմն ադրբեջանցիների հանդեպ ուրեմն բարի դոբրի ձայձայի, այսպես ասած, կերպար ձևավորեն, բայց Ադրբեջանում հակառակը հայերի հանդեպ թշնամանք ձևակերպեն, ձևավորեն, ու որոշեք իրար հետ ապրեք։ Չի կարող այդպես լինի։ Գալու են մորթեն։ Գիշերով կլինի, ցերեկով կլինի, գալու են հայերին, ուրեմն ճնշեն, գալու են այստեղ հայերի հանդեպ տերոր անեն։ Մի համակերպվեք, մի լսեք, մի համաձայնվեք։ Մենք դեմ չենք հարևանություն անելու, բայց այդ նորից եմ կրկնում, հարևանությունը պետք է լինի, ուրեմն հավասարը հավասարին։ Չպետք է լինի, որ նրանք դոմինանտ լինեն, չպետք է լինի, որ նրանք ուրեմն հայերին, ուրեմն ձեռ առնեն, հայերին նվաստացնեն, հայերին սպանեն, հայերին մորթեն, բայց հայը ասի չէ մենք ադրբեջանցու հետ կապրենք։ Ինչ եք խոսում։ Հիշեք 30 տարի առաջ, 35 տարի առաջ Սումգայիթում, Բաքվում ինչ են արել հայերին։ Հայերն էլ ապրում էին ադրբեջանցիների հետ, աշխատում էին այնտեղ։ Բայց ինչ արեցին, մորթեցին, չէ։ Ու հիմա որոշել եք, թե կարակա չի լինի այդպիսի բան։ Սրանց մնալու դեպքում սրանք ադրբեջանցիներին բերելու են Հայաստան։ Մի հավատացեք այն խոստմանը, թե չի լինելու այդպիսի բան։ Ինչ խոստում տալիս է, անելու է հակառակը։ Դա ասում եմ փորձից ելնելով։ Նայեք հետ, տեսեք ինչ է խոստացել, ինչ է արել։ Ուրիշ ոչ մի բան։ Ինչ խոստացել են, արել են հակառակը։ Եվ այսպես, հա, եթե ամփոփենք ձեր կոչը ընտրությունների հետ կապված, դուք Ռոբերտ Քոչարյանի ուժի հետ եք ընտրել։ Տեսեք, ես Ռոբերտ Քոչարյանի Նախ մի բանի անդրադառնամ էլի Քարոզ Արշավից, հետո ասեմ ձեր հարցի պատասխանը։ Սրանք, որ ուրեմն այսօրվա ընդդիմության 3 հիմնական ուժերին կապում են Ռուսաստանի հետ, չգիտեմ, մեկին կապում են Բելարուսիայի հետ, ասում են ընտրեք Ծառուկյանին, ընտրում եք Լուկաշենկոին։ Ձեր դեպքում էլ եթե ընտրում են ձեզ, ընտրում են Ալիևին ու Էրդողանին։ Նախ համաձայն չեմ ձևակերպման հետ, որ ընտրում են Լուկաշենկոին, դրա հետ բացարձակ համաձայն չեմ, կամ եթե կապում են Ռուսաստանի հետ, բայց ձեր դեպքում, ձեզ ընտրելու դեպքում փաստը փորձը ցույց է տվել, որ ձեզ ընտրելու դեպքում ընտրվում է Ալիևը, ընտրվում է Էրդողանը, որովհետև իրենց ճաշակով իշխանություն եք, իրենց սրտի ուզածով իշխանություն եք, իրենց ներկայացուցիչն եք Հայաստանում կամ դեսպանն եք Հայաստանում եւ անում եք այն, ինչ իրենց սրտով անցնում է, իրենց ցանկությունն է լինում, իսկ այն ուժերը, ովքեր որ ձեզ այսօր հակադարձում են, պայքարում են հայի ինքնության համար, այո, պայքարում են հայի արժանապատիվ ապրելու, այս երկրում, այս հողի վրա ապրելու համար։ Ուրեմն արդեն կյանքը ցույց է տալի, փորձը ցույց է տալի, որ մարդիկ հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, ՔՊԻ-ից, փորձը ցույց է տալի, որ այսօրվա հիմնական 3 ուժերը օր-օրի ավելի
բարձր հեղինակություն ունեն ժողովրդի մոտ եւ ավելի բարձր ռեյտինգ ունեն ու գնալով բարձրանում անց ռեյտինգը ժողովրդի մոտ։ Ես կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ եմ եւ Ռոբերտ Քոչարյանի հետ եմ եղել մինչ այս, ես Ռոբերտ Քոչարյանի հետ եմ եղել եւ 21 թվականի ընտրությունների ժամանակ, եւ 20 թվականին, եւ 19 թվականին, երբ որ նա կալանավորված էր եւ պայքարում էինք նրա ազատության համար։ Ես Ռոբերտ Քոչարյանի հետ եմ եղել 2003 թվականի ընտրությունների ժամանակ, 1998 թվականի ընտրությունների ժամանակ նրա նախընտրական շտաբերում եմ եղել, բայց դրա մասին ինքը չի իմացել։ Եվ դրանից առաջ, ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո ես ոչ մի պետական պաշտոնի չեմ եղել։ Որ եթե կապեմ պետական պաշտոնի եմ եղել, չգիտեմ, նախկին թալանչի եմ եղել, նախկինում ոչ մի պետական պաշտոնի չեմ եղել։ Ունեցել եմ իմ սեփական բիզնեսը, կարողացել եմ ստեղծեմ, կարողացել եմ իմ գործով եւս մի քանի տասնյակ մարդու եւ ընթացքում ամբողջ այդ գործունեության ընթացքում մի քանի 100 մարդու օգտակար լինել։ Ինչ վերաբերում է ինչի համար եմ Հայաստան Դաշինքի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, նրա աշխատանքները տեսնելով, նրա կառավարման տարիներին ապրելով, բարեկեցիկ ապրելով, նրա կառավարման տարիների ընթացքում նրա արած աշխատանքը գնահատելով, որ թվարկենք շատ աշխատանքներ արել։ Այդ մարդու ժամանակ թե Լինսի հիմնադրամն այստեղ 2 տրանշով գումար հատկացրել, մեկ $100 միլիոն եւ մեկ $130 միլիոն։ Եթե Քրքորյանը Ռոբերտ Քոչարյանին չվստահեր, երկրորդ անգամ $130 միլիոն չէր տրամադրի։ Եթե ուրեմն Քրքորյանը Ռոբերտ Քոչարյանին չվստահեր, ամեն անգամ Հայաստան համահայկական հիմնադրամով հավաքած գումարները չէր կրկնապատկի, ավել գումար չէր տրամադրի, բարեգործություններ չէր անի։ Եթե Ռոբերտ Քոչարյանին չվստահեին նաև միջազգային կամ դրսի ուրեմն այլ պետություններ, օրինակ ամերիկյան հազարամյակի մարտահրավերներ այդպիսի ծրագիր կար, որի միջոցներով ուրեմն 22 միլիարդ դրամ տրամադրվեց Հայաստանում միջհամայնքային ճանապարհներ կառուցելու համար, ուրեմն ջրագծեր կառուցելու համար, դրա մասին չեն խոսում։ Այդ մարդը չի խոսել, ու սխալ ա եղել որ չի խոսել, որտեղ մարդիկ նորից եմ կրկնում մոռացել են։ Հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ ա կառուցվել եւ վերանորոգվել, կամուրջներ ու թունելներ ա կառուցվել եւ վերանորոգվել։ Երևանն ա բարեկարգվել, Երևանի փողոցները երբ որ խրամատներ էին, Երևանի փողոցներից միջև դպրոցներ, Երևանում 5 դպրոց ա կառուցվել, 5 դպրոց կառուցվել, այսինքն 0-ից։ Ես անցած անգամ թվարկել եմ այստեղ։ Մշակութային օջախներն ա կառուցվել։ Շատ գործ ա արվել։ Բյուջեն $300 միլիոն 1998 թվականին, 2008 թվականին 2.5 միլիարդ ա դարձել։ Հնան 1.8-1.9 միլիարդից 12 միլիարդ ա դարձել։ Մարդկանց բարեկեցությունը մի քանի անգամ լավացել է։ Մարդկանց աշխատավարձերը 5-6 անգամ բարձրացել է, կոնկրետ մանկավարժների, թոշակները 5-6 անգամ բարձրացել է։ Հիմա կոնկրետ Հայաստան Դաշինքի ծրագրերից մի քանի բան ուղղակի կասեմ, առիթից օգտվելով ուղղակի, ուրեմն Երևանի հետ կապված եկեք ասեմ, ուրեմն Երևանում նախատեսվում է մատչելի, արժանապատիվ, հարմարավետ տրանսպորտ 100 դրամով ժողովուրդ։ Այսինքն այսօրվա կայացրած որոշումը այս իշխանությունների 150 դրամը չեղարկվելու է, տրանսպորտը լինելու է 100 դրամ։ Կասեք ինչպես, ասեմ ինչպես։ 500 նոր էլեկտրոավտոբուս ա ներկրվելու Հայաստան, որի շնորհիվ ինքնարժեքն էլ իջնելու է եւ տրանսպորտը լինելու է 100 դրամ։ Կարմիր գծերի թանկացված որոշումը չեղարկվելու է։ Վերադառնալու ենք նախկին գներին եւ այս 2 տարվա ընթացքում երևանցիներից եւ հայաստանցիներից թալանված են ավել գումարները հետա վերադարձվելու։ Աղբահանության գումարը երբ որ դարձվեց քառակուսի մետրով, այդ որոշումը չեղարկվելու է, վերադառնալու ենք անձերով աղբահանության գումարի հավաքմանը։ Կառուցվելու են եւ վերանորոգվելու են կոյուղատարերն ու հեղեղատարերը, որ անձրևների ժամանակ Երևան քաղաքը գետերի ու ծովերի չվերածվի։ Կառուցվելու է Երևան քաղաքում ուրեմն 2 նախնական շրջանում 2 մետրոյի կայարան։ Աչափնյակի կայարանը վերջապես մենք ավարտելու ենք եւ կառուցվելու է Դավթաշենում մետրոյի կայարան։ Շատ ծրագրեր կա որ կասեմ, բայց 2 ծրագիր էլ խոսեմ ուղղակի համապետական մակարդակով ինչ ենք անելու, կրթությունը անվճարա դառնալու։
կրթությունը անվճար է դառնալու։ Սա ասում եմ եւ երիտասարդների համար եւ նրանց ծնողների համար, որ իմանաք թե ում եք ընտրում եւ ինչի համար եք ընտրում։ Անվտանգությունը դա որտեղ գնում ենք քարոզարշավի, առաջի հարցը միշտ լինում է անվտանգության մասով, քանի որ Ռոբերտ Քոչյանի կապում են անվտանգության հետ, ու ճիշտ են անում, որովհետեւ իր կառավարման 10 տարիների ընթացքում Հայաստանը եւ Արցախը անվտանգ են եղել, ամենաանվտանգ տարիներն են եղել։ 10 տարիների ընթացքում սահմաններում մենք ունեցել ենք 100 զոհ, 92 եթե թիվը ճիշտ եմ հիշում, եւ ոչ թե սրանց կառավարման տարիների ընթացքում հազարավոր զոհեր, երբ որ հանդիպման ժամանակի ասում են 5000 զոհ, մի հատ էլ ուրեմն դուրս է գալի հունից, ափերից դուրս է գալի, հիստերիայի մեջ անում, ասում է դե 5000-ը որտեղից եք ասում, բայց ճիշտ թիվը հրապարակեք 5000 չասեն, ճիշտ թիվը 6 տարի անցել ճիշտ թիվ չեն հրապարակում, մարդիկ էլ 5000 են ասում, հազարավոր զոհեր են ունեցել, թե 44-օրյա պատերազմի ժամանակ, թե նրանից հետո ուրեմն մնացած պատերազմների ժամանակ, թե բախումների ժամանակ, սահմանային բախումների ժամանակ։ Էլ չեմ ասում, որ այդ կադրերն եկա, երբ որ ադրբեջանցիները գալիս էին, մտնում էին հայկական դիրքեր, մեր տղաներին ուղղակի առանց կրակելու ստիպում են, որ դուրս գան դիրքերից։ Ինչի համար, որովհետև հրաման են ստացած եղել, որ հանգարց չկրակեք ադրբեջանցիների ուղղությամբ։ Նորից եմ կրկնում, արժանապատիվ անվտանգություն է լինելու Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստան Դաշինքի գալուց։ Դա փորձից եմ ասում։ Ուրեմն բանակի վերազինում է լինելու, ու լինելու է վերազինումը մեր դաշնակիցների միջոցով, մեր դաշնակիցների օգնությամբ։ Արժանապատիվ հարաբերություն ենք ունենալու մեր դաշնակիցների հետ, խզված հարաբերությունները վերականգնելու ենք մեր դաշնակիցների հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Չինաստանի հետ ենք նոր հարաբերություններ ստեղծելու, այն զենք զինամթերք, որ սրանք խոստանում են, թե Եվրոպայից ենք բերում կամ բերելու կամ Հնդկաստանից ենք բերելու, մենք բերելու ենք եւ ուրեմն այլ երկրներից եւ Ռուսաստանից, քանի որ այսօր ամենամարտունակ բանակը Ռուսաստանն է, քանի որ այսօր ամենամարտունակ բանակը Ռուսաստանն է նրա համար, որ ինքը պատերազմ է մղում ամբողջ աշխարհի դեմ Ուկրաինայում եւ իր զենքը, իր զինամթերքը փորձված, ճանապարհ անցած եւ մարտադաշտում ստուգված զենք զինամթերք է։ Եվ այդ զենք զինամթերքը, երբ որ նրանք տալիս էին մինչ սրանց գալը, ուրեմն էժան գներով, նաեւ անվճար որոշակի դեպքերում, հիմա էլ է լինելու դա։ Վերականգնվելու է մեր հարաբերությունները հապկում։ Եվ նաեւ դրա միջոցով մենք ունենալու ենք արտոնյալ զենքեր գնելու հնարավորություն։ Նաեւ այստեղ մեր արտադրված զենք զինամթերքը արտահանելու ենք, այո, դուրս։ Նաև BRICS-ին միանալու հնարավորություն ենք ունենալու, որը տնտեսապես մեզ տալու է մեծ շուկա, ԵԱՏՄ-ից ավելի մեծ շուկա։ BRICS-ում ուրեմն կան երկրներ, որոնց բնակչության թիվը գումարային առումով աշխարհի բնակչության թվի 50%-ից ավելն է։ Եվ Հայաստանի Հանրապետության ուրեմն տնտեսվարողները ուրեմն մեծ շուկա են գտնելու դրանով։ Բացի այն, որ հիմա իրանք արտահանում են, մինչև այս արտահանում էին իրենց արտադրանքը ԵԱՏՄ երկրներ արտոնություններով, հիմա արդեն կարծես թե խնդիրներ առաջանում արտահանելու հետ կապված։ Այդ խնդիրներն էլ վերականգնվելու է, այդ խնդիրները չի լինելու ԵԱՏՄ եւ Ռուսաստան արտահանելու հետ կապված։ Մենք այդտեղ նորից եմ կրկնում, մեր հարաբերությունները, մեր դաշնակցի, մեր բարեկամ երկրների հետ վերականգնելու ենք։ Եվ նաև միանալու ենք BRICS-ին, որը նորից եմ կրկնում, տնտեսապես մեր տնտեսվարողների եւ մեր պետությանը մի քանի մակարդակ ավել հնարավորություն է տալու եւ զարգացնելու է եւ մեր ուրեմն ժողովուրդը ավելի լավ է ապրելու, ավելի բարեկեցիկ է ապրելու, ավելի բարձր է վարձատրվելու, ավելի բարձր թոշակ է ստանալու։ Իդեպ ասեմ ձեզ, որ մեր ծրագրով նաեւ կա թոշակների բարձրացում, նվազագույնը սպառողական զամբյուղին հավասար, աշխատավարձերի բարձրացում է լինելու, դրանով հարգելի հայրենակիցներ, դուք ավելի բարեկեցիկ եք ապրելու, ավելի լավ եք ապրելու, քան մինչև ես եք ապրել։ Այնպես որ կոչս, հորդորս, խնդրանքս ձեզ հունիսի 7-ին պարտադիր գնացեք ընտրության, մերժեք այսօրվա իշխանությունների, մերժեք Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին, ընտրեք Հայաստան Դաշինքը, ընտրեք ձեր վաղվա օրը, ընտրեք Հայաստանը, ընտրեք 17 քվյաթերթիկը եւ միասին ձեր օգնությամբ հավատացեք, այս երկրում ծաղկունք է լինելու, այս երկրի վրա լույս է բացվելու ու լավ եք ապրելու։